Tax Master հաշվապահական հաշվառման գրասենյակը 10 տարեկան է։ Կազմակերպությունը զբաղվում է ոչ միայն հաշվապահական ծառայությունների մատուցմամբ, այլ նաև խորհրդատվությամբ, ՀԴՄ-ների սպասարկում եւ վաճառքով, կնիկների պատրաստումով եւ պետրեգիստրի սպասարկման ծառայությունով։ Ապրիլի 23-ին տեղի ունեցավ Tax Master հաշվապահական հաշվառման գրասենյակի գործունեության 10-ամյակի միջոցառումը։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր ներկա գտնվողներին այս հիշարժան օրը մեր կողքին լինելու համար։ Այս 10 տարիների ընթացքում ունեցել ենք շուրջ 1200 եւ ավել հաճախորդներ։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր հաճախորդներին վստահության համար։ Մենք ջանք ու եռանդ չենք խնայում ձեր բիզնեսը կայուն պահելու համար։ Միջոցառմանը ներկա էին գրասենյակի ողջ անձնակազմը, Հայաստանի հաշվապահների ասոցիացիայի նախագահը, անդամները, գործընկերներ, աշտարակի համայնքապետարանից միասնական սոցիալական ծառայության արագածոտնի բաժնից, պետական եւ տեղական այլ կառույցներից, հաճախորդներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ եւ այլ հրավիրված անձիկ։ Շնորհավորում եմ Tax Master հաշվապահական հաշվառման գրասենյակին իր 10-ամյա գործունեության կապակցությամբ։ Գրասենյակը հանդիսանում է Հայաստանի հաշվապահների ասոցիացիայի անդամ։ Ինչ է նշանակում լինել ասոցիացիայի անդամ։ Այն ենթադրում է, որ գրասենյակը պարտավորվել է հետևել ասոցիացիայի որոշակի կանոնների։ Մասնավորապես գրասենյակը պարտավորվում է հայտարարագրել բոլոր հաճախորդներից ստացված եկամուտները, ինչպես նաև նախատեսվում են դրույթներ հաշվապահական հաշվառման ծառայությունների մատուցման պայմանագրերում, ըստ որի գրասենյակը հատուցում է հաճախորդներին պատճառված վնասները, լինեն դրանք ամփոփության, թե մասնագիտական թերացման պատճառով։ Եվ ամենակարևոր պայմանը, որին գրասենյակը հետևում է լինելով ասոցիացիայի անդամ, այն է, որ բոլոր աշխատակիցները բավարարում են ասոցիացիայի շարունակական մասնագիտական զարգացման պահանջները, մասնակցելով ասոցիացիայի կողմից կազմակերպվող մասնագիտական եւ օրենսդրական բազմաթիվ սեմինարների։ Հաշվապահության մեջ առաջին քայլերը սկսել եմ Tax Master հաշվապահական գրասենյակում մոտ 1 տարի առաջ եւ շատ ուրախ եմ, որ որպես սկիզբ ընտրել եմ հենց այս գրասենյակը, որը սկսնակներին տալիս է հնարավորություն աշխատելու ոլորտում լավագույնների կողքին, ջերմ ու ընտանեկան մթնոլորտում։ Մոտ 1 տարի առաջ, արժանանալով Հայաստանի հաշվապահների ասոցիացիայի անվան կրթաթոշակի, հնարավորություն ստացա անցնելու պրակտիկաս գործընկեր գրասենյակում եւ հետագայում էլ աշխատանքի անցա Tax Master գրասենյակում։ Շատ ուրախ եմ, որ որպես սկիզբ ընտրել եմ հենց այս գրասենյակը, քանի որ այն սկսնակներին տալիս է հնարավորություն պարբերաբար կրթվելու եւ ձեռք բերելու մասնագիտական, սոցիալական հաղորդակցման հմտություններ։ Մեզ մոտ գրասենյակում պարբերաբար անցկացվում են բիզնես ոլորտին եւ մոտիվացիան վերաբերող գրքերի քննարկումներ, որոնք էլ նպաստում են անձի զարգացմանն ու ինքնակատարելագործմանը։ Միջոցառման ընթացքում ամփոփ հետհայացք կատարվեց գրասենյակի անցածուղուն եւ գործունեության 10-ամյա պատմությանը։ Կառույցը համարվում է կայացած, երբ որ հաճախորդ կառույց հարաբերությունները բարձր մակարդակի վրա են լինում, գրեթե բոլոր հաճախորդներն իրենց գործունեությամբ գործ են ունենում համայնքապետարանի հետ եւ երբևէ բացասական կարծիքներ չենք լսել կառույցի վերաբերյալ, այլ ընդհակառակը միայն դրականն ենք լսել։ Tax Master հաշվապահական հաշվառման գրասենյակը գտնվում է քաղաք Աշտարակում, Աշտարակեցու 12 հասցեում։ Վերջինս ներկա պահին համագործակցում է շուրջ 400 հաճախորդի հետ։ Համագործակցությունը սկսել ենք 10 տարի առաջ, որպես լավ գործընկեր մենք միասին անցել ենք երկար ճանապարհ, իրականացրել ենք բազմաթիվ զբաղվածության ծրագրեր, հիմնականում պրակտիկայի եւ ուսուցման ճանապարհով փորձել ենք թափուր աշխատատեղերը համալրել գործատուի մոտ։ Շնորհավորում եմ Սերգեյ Ադամյանին եւ իր անձնակազմին 10-ամյակի կապակցությամբ։ Իրենց կանաչ ճանապարհ եմ ցանկանում, նորանոր բարձունքներ։ Շնորհավորում եմ հաշվապահական գրասենյակի կոլեկտիվին, իդեմս Սերգեյի այս գեղեցիկ միջոցառման համար, իրենց 10-ամյակի համար, մոտ 2 տարի համագործակցում ենք, բոլոր աղջիկները բարեհամբույր են, անկախ նրանից, թե ում կտիմ ես։ Գրասենյակի հավատարիմ հաճախորդներին հանձնվեցին շնորհակալագրեր։ Շնորհակալություն ենք հայտնում մեր գործընկերներին եւ հաճախորդներին համագործակցության եւ վստահության համար։ Tax Master հաշվապահական հաշվառման գրասենյակ 10 տարի ձեր կողքին։